Այսպիսի եղանակային պայմաններում ենք ապրում եւ շարունակելով եղանակային, այսպես ասած, մտքերս, ասեմ, որ հույսով եմ, որ եղանակը չի փչացնի այն տոնը, որը որ շուտով կլինի Զվարթնոց պատմամշակութային արգելանոց թանգարանում եւ նրա շուրջը եւ անգամ եթե անձրև գա, դա ոչ մեկի տրամադրությունը չի կարող փչացնել, որտեվ տոլման, ինչպես նաեւ լավ տրամադրությունը իրար հետ զուգահեռ են, ձեռքի բռնած են քայլում։ Շուտով տեղի կունենա ուրեմն տոլմայի համահայկական 13-րդ, չէ, 13-րդ փառատոնը եւ մեր հյուրերն են արդեն այստեղ իմ սիրելի պարոն Սեդրակ Մամուլյանը եւ Անի Նազարյանը, որոնք որ ներկայացնում են հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը բարև ձեզ։ Բարի լույս Գորջան։ Պարոն Մամուլյանը հիշեցնեմ նախագահն է այդ հիանալի հասարակական կազմակերպության, իսկ Անին ուրեմն ծրագրերի ղեկավարն է։ Ինչպես եք։ Լավ Գորջան։ Եղանակը չի կարող փչացնել տոնի փառատոնը։ Չէ, իհարկե ոչ։ Ամսի քանիսին է տոն լինելու։ Ամսի 24-ին։ 24-ին, բան չմնաց, 3 օրից փաստորեն պայմանավորվել եք թե Զվարթնոցի հետ, թե եղանակի հետ, ամեն շնորհալ է։ Եվ իսկապես արդեն 13 անգամ սա հենց այդ թվից չեք վախում։ Չէ, ճիշտն ասած, որովհետև տոլմայի փառատոնն է, վախենալու կարիք չկա բացարձակ։ Մենք է սնահավատ չենք։ Պարոն Մամուլյան, ինչ է ձեզ համար նշանակում տոլմայի փառատոնը։ Տոլմայի փառատոնը, ինչ լավ հարց տվեցիք, հետաքրքիր է, եւ մի քանի տեղ եղել ենք այս հարցը։ Տոլմայի փառատոնը մի առիթ է մեկտեղվելու։ Ես sense եմ գտնում։ Նախ մեկտեղվելու, նախ ինչ որ հանդիպելու մարդկանց ում ներկայությունը մեզ համար միշտ հաճելի է, պլանավորելու, նախատեսելու, ամփոփելու, նախ եւ առաջ։ Բնականաբար իհարկե ազգային խոհանոցի այդ ճկնաղ գերագրատեսակի միջոցով նաև ազգային խոհանոցի հանրահրաշակման նաև հնարավորություն է։ Հնարավորություն է մեր երկիրը մի դիրքավորելու ավելի այսպես մրցունակ, ավելի հաճելի զբոսաշրջության տեսակետից, ավելի գրավիչ դիրքում տեսնելու եւ իհարկե մշակութային նաեւ հնարավորությունների, մշակութային նաեւ ներկայացությունների հնարավորություն է տալիս այս փառատոնը։ Դե իսկապես խոհանոցը դա մշակույթ է եւ շատ դեպքերում մարդիկ հենց առնչվում են երկրի հետ, երկրի պատմության հետ, երկրի մշակույթի հետ խոհանոցի միջոցով, բացահայտելով երկրի խոհանոցը եւ հետո այնտեղից արդեն գնալով դեպի ակունքներ։ Մի հիանալի բան, ինչքան ուսումնասիրում ես, այնքան խորքային բան կա կոնկրետ օրինակ խաղողի հետ կապված։ Դե տոլման խաղողի հետ կապված։ Խաղողը իրոք մի մեծ փիլիսոփայություն է, մի մեծ մշակույթ է, խաղողի հենց աճեցնելը եւ նրանից ստացվող բերքն ու բարիքը եւ նրանից ստացվող այդ այլ սննդատեսակները, այդ թվում նաեւ գինին իհարկե։ Գինին, խաղողը, չգիտեմ, օգտագործում ենք տոլմայի մեջ տերևները եւ այլն։ Քանի հետաքրքիր է, քանի անգամ է այդվում, որ պահին է այդվում, ինչն է, միայն շիվերը եւ տերևներն են արդյոք, թե խակ նաև խաղողն է այդվում, որ այն մնացյալը շատ ավելի մեծանա, խաղողը քամվում է, ինչ է ստացվում, ազոխ է ստացվում։ Թթու նյութից, այո։ Այո, ազոխ։ Հետաքրքիր է, Անի, ինչքան մասնակիցներ են այս տարի, ել ավելի մեծ է լինելու քան նախկինում եւ ամեն տարի տոլմայի փառատոնը մեծանում է, շուտով ինձ թվում է Զվարթնոցում չենք տեղավորվել, ուր են գնալու։ Շատ լավ, ուրեմն փառատոնը 3 տարի դադար է ունեցել, նախ նշեմ, եւ բավականին սպասված այս տարվա փառատոնը, որտեղ 3 տարվա դադարից հետո մարդիկ կարոտել են իհարկե։ Ամբողջ տարիների ընթացքում ցույց է տվել բավականին մասնակցություն, այսինքն միջև այդ ունեցել ենք նաեւ Սարդարապատում, Մուսալեռում, Հնաբերդի տարածքում եւ արդեն Զվարթնոցում ենք իրականացնում։ Գրեթե 5000 եւ ավելի այցելություն ենք ունենում մշտական տոլմայի փառատոնին, այս տարի եւս ակնկալում ենք այդ քանակը։ Զվարթնոցը բավականին մեծ է։ Այո։ Եվ զուգահեռ մարդիկ կարողանան այցելել հնավայր եւ թանգարան։
Պատմությանն էլ կծանոթանան։ Մշակույթ, պատմություն, դա բոլորը իրար հետ իհարկե կապ ունի եւ անգամ այն մարդիկ, որոնք որ երբևիցե չեն գնացել Զվարթնոց, Տոլմայի փառատոնի պատճառով հաստատ կբացահայտեն իրենց արմատները։ Կան այդպիսիները Մենք դա էլ փորձում ենք անել, որպեսզի նաեւ ներգրավենք Զվարթնոցի հետ մարդիկ ծանոթանան, միայն Տոլմայի փառատոնը չէ, նաեւ Զվարթնոցի զարգացումը։ Հոգևոր սնունդն էլ է շատ կարևոր։ Իհարկե։ Ինչ որ հետաքրքիր մասնակիցներ լինելու են այս տարի ոչ Հայաստանից միգուցե կամ Հայաստանում բնակվող ոչ հայերը, չգիտեմ, ինչ որ տենց ինձ նախ եւ առաջ ուրախացնում է, որ մեծ մասնակցություն ունեն ուսումնարանները։ 8 ուսումնական հաստատություն, որտեղ իհարկե դասավանդվում է եւ ուսուցանվում է խոհարարությունը, հաստատել են իրենց մասնակցությունը։ Եվ նաեւ մեր գազམ་ակերպության ավագ խոհարարների խորհրդից ներկայացուցիչությունը լինելու, առանձին տաղավարը լինելու, որտեղ այդ հայտնի խոհարարները եւ հարցերի են պատասխանելու, պանելային քննարկումներ են լինելու եւ բարպետաց դասեր են անցկացնելու եւ այստեղ կապը երիտասարդ խոհարարների, ուսանողների եւ ճանաչված լուսաբանված, այսպես ասենք, հայտնի խոհարարների հետ շփումը ինձ համար ամենակարևորը սա է։ Մնացյալը իհարկե ավելի շատ ծանոթ է անին այդ տաղավարների մասով։ Իսկ այդ վարպետաց դասերը, որ ասում եք, Տոլմայի հետ է կապ լինելու, թե այո, միայն Տոլմա, իհարկե։ Տոլմայի մասին։ Խոհանոց եւ Տոլմա բնականաբար ուղղվածությունը Տոլմայի պետք է լինի։ Ուրեմն միջոցառման ընթացքում այս տարի ներկայացվել է շուրջ 30 տաղավարներ, որտեղ կներկայացվեն տասնյակ տեսակի տոլմաններ։ Ունենք տաղավար, որը 10-ից ավել տեսակ է ներկայացնում, օրինակ կբացահայտվեն ինչպես նախորդ տարիներին, այս տարի նաև նոր տեսակներ, նաև խոհարարներ կան, որ ոչ թե օրինակ վերցնում են մարզերից կամ այլ բաղադրատոմսեր, այլ իրենցն են հորինում։ Այ դա է ուզում հարցնել, պարոն Մամուլյան, դասական տոլման, դա թփով տոլման է։ Դրանց հետո ունենք նաև այդ ամառային կոչվածը, որը էլի կարծես թե կամ համենայնպես էլի դասական է դարձել եւ տարբեր մարզերում դուք ինձ դա քանի անգամ ասել եք, տարբեր յուրաքանչյուր մարզում ամեն տեսակի ինչ որ տոլմային պատրաստում, լոբուտ, փով է պատրաստում եւ յուրաքանչյուր տոլմա պատրաստողը իր անձնական սեփական գաղտնիք ունի, բացի այդ են պարոն Մամուլյանը ամենաբարձր գաղտնիքը, որ եթե չգիտեք, աշխարհի ամենահամեղ տոլման պատրաստում է Տիկին Մամուլյանի սիրելի եւ միակ անկրկնելի տիկինը եւ բայց այն որ նոր բաներ են հորինում, դա ուտելու բան է, թե ուղղակի էկզոտիկա է ինչ։ Չէ, կան լավ մոտեցումներ։ Բնության մեջ գիտեք, բոլոր մասնագիտության առումով, բոլոր ստեղծագործողները առանձնահատուկ են եւ իրենց ճաշակը ունեն, խոհարարները բացառություն չեն եւ այդ ճաշակի մեջ որոշները հաջողում են, որոշները դեռ ոչ, միգուցե բան չեն, փորձը պիտի լինի։ Բայց հետաքրքիր մոտեցումներ միշտ լինում են։ Ես միշտ վստահել եմ եւ միշտ հավատացել եմ, որ երիտասարդ սերունդը մի ինչ որտեղ մեզանից ավելի լավ է մտածում։ Միգուցե ճկունության առումով, միգուցե մոտեցումների առումով, որովհետեւ ինֆորմացիան մեր ժամանակու հիմա շատ տարբեր էր, շատ։ Եվ հիմա ավելի շատ է ինֆորմացիան եւ դրա արգասիքը պիտի լինի ստեղծագործությունների մեջ ներդնելու նոր տեխնոլոգիա, նոր համեր, նոր մթերքներ, ինչու ոչ, որպես համեմունք կամ որպես ուղեկից, համերի ուղեկից։ Կարող եք ինչ-որ բան հիշել հատուկ, որ օրինակ երբևիցե չեք կերել կամ չեք պատկերացրել, որ այդպիսի տոլմա կարա լինի, բայց փորձել եք դες դուր է եկել։ Ես մի քանի տեղ նշել եմ, ինձ զարմացրեց, ես չեմ հիշում հիմա թվականը, անի միգուցե դու հիշես, այդ դդումի ծաղիկի մեջ էր լցոնված։ Դդումի ծաղիկի մեջ, չբեղմնավորված ծաղիկի մեջ, եւ դդումի մեջ էր շարված էր ու դդումի մեջ եփված էր։ Իհարկե, ել չեմ ասում գարան մեջ, գարի եւ այլն, բայց այդ դդումի մեջը լցոնվածությունը այդ ուղղակի մի հրաշալի երևույթ էր։ Ղափամայի նոր տեսակ է կարծես։ Այո, միգուցե։ Պարոն Մամուլյան, չէ՞ որ տոլման այս տարածաշրջանում ամենուր կա, ել չեմ ասում մի քիչ որ գնանք դեպի ձախ, միջերկրական ծովը երկու ափերով է դեմ դիմացի, թե աֆրիկյան ափում, թե եվրոպական ափում, տոլման ամենտեղ կա։
Հիմա ցակումը որտեղից է եւ արդյոք մենք հայերս պետք է շարունակել ապացուցել աշխարհին ինչ-որ բաներ, թե ապա ինչ ապացուցված է եւ մեր համար տոլման հայկական է։ Գիտեք, երբ որ ասում են ապացուցեք, ես մի քիչ լավ չեմ զգում, որովհետեւ ինչ է ապացուցենք։ Ինչ է պիտի ում հարցնենք, թե երբ է ծնվել, ում մոտ է ծնվել, հայրը, հորանուն, ինչ է մորա, դա ծիծաղելի է։ Բայց իրականում յուրաքանչյուր կերակրատեսակ, եթե վիճարկվում է, պետք է ուղղակի ուսումնասիրել նրա տեխնոլոգիական շղթայով գնալ դեպի մթերք, նախ տեսնեն ինչ մթերք է, որտեղ է աճել կամ նրա այդ աճելու եւ բանը, տարածքը։ Իսկ եթե այդ կերակրատեսակը նաև ունի ծիսական նշանակություն, այս կամ այն հանրույթի, այս կամ այն ազգի համար, այդտեղ վիճաբանելը, այդտեղ ինչ որ կասկածները ավելորդ են ապրեն։ Իսկ տոլման խաղողածին կերակուր է, խաղողի բնորաններից մեկը առանց կասկածելու հայկական բարձրավանդակն է եւ ավելի կոնկրետ ես կասեի նույնիսկ Վայոց ձորն է, ուսումնասիրությունները դրա մասին են խոսում։ Եվ դրանից պատրաստվող կերակրատեսակներից տոլման հայկական ծիսական, տոնածիսական կերակրատեսակ է եւ դա խաղողորնեքի ծիսական կերակուրն է եւ պատրաստվում է խաղողի մեջ եւ խաղողի հատիկների էտի խաղողի հյութով է պատրաստվում, ծեծած մսից է պատրաստվում, ծեծած այծի մսից է պատրաստվում, որը նույնպես կապված է Վայոց ձորի հետ։ Մենք տես ուսումնասիրել ենք, դուք գիտեք, Վայոց ձորի խոհանոցի գերակշիռ մսային բանը այծից է։ Եվ բացի դրանից ապացուցված է, որ վայրի այծը դարձել է ընտանեկան կենդանի հենց նորից այս տարածաշրջանում։ Այո, եւ նույնիսկ գինու մասին են, չէ՞ խոսում, գինու հայտնաբերելու մեջ այծի հետ բան կա, լեգենդ կա։ Հիմա լեգենդ է, թե ինչ է, դրա բանը մենք խնդիր չունենք։ Այսինքն տոլման հայկական, տոնական, տոնածիսական կերակրատեսակ է եւ շատ կարեւոր է որ հասկանալ, կարող են ուրիշ ազգերը նույնպես ունենալ։ Կարող են, այնպես ինչպես մենք բորշ ենք պատրաստում, 200 տարի մոտորապես բորշի պատրաստման ավանդույթ ունենք մենք Հայաստանում։ Այո, մենք կարող ենք ասել բորշը ինչ որ չափով ավանդական կերակրատեսակ է հայերի մոտ, բայց ազգային չի։ Տոլմանն էլ մենք ուսումնասիրություններ, երբ որ մենք Տրանսիլվանիայում ուսումնասիրում էինք Աննեից Գաղթասների նիստուկացը եւ նրանց խոհանոցը, այնտեղ սոխով տոլմա հայտնաբերեցինք։ Այդ նույն սոխով տոլման մենք հայտնաբերել էինք, այսինքն ներկայացրել էին մեր միջոցառումներից մեկի ժամանակ ասորիները։ Սոխով, այսինքն սոխի մեջ է, սոխի շերտերի մեջ էր։ Նույնը ներկայացրել էին ասորիները Հայաստանում բնակվող։ Սա հրաշք է եւ սա շատ լավ է։ Որ երկու հնագույն ազգեր մշակութային փոխհարություններ են ունեցել։ Հիմա սա շատ կարևոր է, թե ով ումից է վերցրել։ Նո իրականում կարևոր չէ, իրականում մեր հարևաններն կա, բայց սա տոլմայի տարատեսակ է, սա ինչ որ հիմնական բան չի, որ ասես, գիտես ինչ։ Պարոն Մամուլյան, BBC-ն թե HBO-ն մի նախագիծ ունի պրոյեկտ, որտեղ որ մարդիկ ինչ որ հին բան են վերցնում եւ փորձում են այդ հին բանը հիմա այսօր այն ժամանակվա ձևով անել, կառուցել կամ ներկայացնել։ Այ ինչ որ մեկը Հայաստանում փորձել է պատրաստել այն ավանդական տոլման, որի մասին դուք խոսում եք, ծեծած այծի, վայրի այծի մսով, այդ խաղողի տերևներով, ազուխով, եւ որտեղ կարելի է դա ուտել, փորձել, չգիտեմ։ Տեսեք, ուրեմն այդ ծեծած մսովը ավանդույթը պահպանվել է Գորիսում, օրինակ Գորիսում Գորիսի տոլմա կա ծեծած մսովը, բայց ոչ թե աղացած, այլ ծեծած, ոչ թե աղացած, այլ ծեծած մսովը, բայց կոնկրետ տենց այծի մսով եւ ազոխով չեմ հանդիպել։ Գիտեք, շատ ենք շեղվել, նույնիսկ գիտեք Հադրութի շրջանի ազոխ գյուղ կա։ Այդ մարդիկ չգիտեն ազոխն ինչ է։ Ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում։ Իրենք գինը քարանձավներն են։ Հասկանում եք, բայց ազոխը խաղողի հյութն է, որը օգտագործվել է կերակուր պատրաստելու ժամանակ թթու միջավայր ստանալու համար։ Հիմա պարսիկները արտահանում են, ունեն այդպիսի բան, պարսկական կա ազոխ, հենց շշի մեջ լցրած ազոխ է կոչվում, խաղողի հյութ է։ Դա ավելի հին է, քան լիմոնի հյութերը, համոզված եմ։ Դե իհարկե, թթու միջավայրի ստանալու համար բան են արել։
Անի ջան, ինչ է, արդեն ավարտված է, արդեն գիտեք ովքեր են մասնակցելու, էլ դեռ հնարավոր չի եւս թե հնարավոր է։ Եթե շատ ուզեն հնարավորություն կունենան, հա։ Ինչպես կարող են դա անել։ Կարող են հետևել մեր Facebook-յան էջին, Facebook-յան Instagram-յան Տոլմայի համահայկական փառատոն կամ կարող են նշել հեռախոսահամար, որով կարող են կապ հաստատել 098 63 13 39 մանրամասների մասնակցության հետ կապված կարող են արդեն կապ հաստատել եւ պայմանավորվել։ Իրավունք ունեն մասնակցել թե անհատները, թե ռեստորանները, թե ուսումնական ինչ-որ հաստատությունները, ով ուզում է, հա։ Ընդհանրապես ինչ որ սահմանափակում չկա, բոլոր մարդիկ, ովքեր մտածում են, որ իրենք կարող են շատ համեղ տոլմա պատրաստել, ունեն յուրահատուկ բաղադրիչ։ Միջայլոց կան տատիկներ, որոնք նաև տոլմա են ներկայացնելու։ Ես հիշում եմ, որ ես ներկա եմ եղել մի քանի փառատոնին, ինձ ամենաշատը հենց այդ տատիկների պատրաստած տոլմաները, որտեղ հաստատ ինչ որ գաղտնիքներ գիտեն։ Իրենց մոտ այլ կերպ է ստացվում, միանշանակ ինչքան էլ մեր նորարարություններ, օրինակ սուշի տոլմա են պատրաստել։ Կհիշեք։ Ես հիշում եմ 90-ական թվականները, երբ որ սիգից էին տոլմա պատրաստում։ Սիգից ամեն ինչ էր պատրաստում։ Դրա համար այդ տոլման ինչ չէր զարմացրել։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում, նորից լինելու է ժյուրի, մարդիկ գնահատականներ են տալու, ովքեր են ժյուրի անդամները, եթե կարելի է արդեն։ Ժյուրի անդամները հայտնի ինֆլուենսերներ են, մի մասը խոհարարներ։ Այսպես բաժանվել են, բայց ֆուդ բլոգերներ, այսպես ասած, 5-5-ական թիմում անդամ կլինի, որ կներկայացվեն տոլմանները, իրենք կգնահատեն լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում եւ բացարձակ հաղթող անվանակարգերում եւ արդեն ըստ միավորների մրցանակաբաշխություն կլինի, որտեղ մեդալներ կշնորհվեն։ Ինչպես պարոն Մամուլյանը ասում է, ուտեստը պետք է լինի ոչ միայն համեղ կամ օգտակար, այլ նաև աչքերին պետք է ուրախություն պարգևի, այդ իսկ պատճառով շատ կարևոր է թե ինչպիսի տեսք ունի։ Ինչ ասես տեսել եք այս ընթացքում, որն է ամենահիշվածը այդ տեսքով։ Ամենաերկար տոլման կարծում 193 մետր երկարությամբ 193 մետր երկարությամբ Այո, դա եղել է, այսինքն մենք ունենք ջութազնագիր Գինեսի ռեկորդների նման եւ իրենք ֆիքսել են իրենց մոտ։ Իսկ Գինեսի ռեկորդի մասին մտածել եք, կա այդպիսի կա աշխարհի ամենաերկար տոլման։ Այդ արդեն մեր ջութազնագիրքի խմբագիրը պիտի մտածի Վարդանը։ Վարդանը այդ ուղղությամբ աշխատում է, որովհետեւ ինձ թվում է որ կարելի է նաեւ դա անել եւ եւս մեկ բայց անի երկար տոլման դուր եկել, բայց ես մի որ տարիներ չգիտեմ 6-րդ ուսումնարանը հաղթող ճանաչվեց։ Ճիշտ է։ Եվ տոլմա էր ներկայացրել Սարյանի, ես դա հիշում եմ, ես ներկայ եմ, Սարյանի Հայաստան նկարի կտավի այդ տեսքով մի ճկնաղ բան էր։ Հա, ես էլ այդ երեխաներին ասացի, ինչքան եք խորացե, սա պատկերացրեք ուսումնարանում ինչքան եք սա։ Այո, սա է նաև նպաստում փառատոնի երեխաների մտահղացմանը։ Այսօր այդ հետաքրքրությունը հասարակության մեջ կարծես թե վերածնունդ է ապրում, որովհետև մեր հասարակությունը հասկացավ, որ խոհարարը, լավ խոհարարը կարող է լավ գումարներ վաստակել, հարգված, սիրված մարդ լինել եւ կարծես թե շատ երիտասարդ։ Այս առումով ես կուզեմ անպայման նշել, Գորջան, որ դասիչը մասնագիտությունների խոհարար մասնագիտությանը դարձել է խոհարարական մասնագիտությանը, խոհարարական գործ։ Մենք նախնական պայմանավորվածություն ունենք կրթության նախարարության հետ, անունը պիտի փոխենք, դառնա խոհարարական արվեստ։ Սա կարևոր բան է, այո, շատ բան կփոխի սա, որովհետև խոհարարը ինքը պիտի հասկանա, որ ինքը այո արվեստագետ է։ Ինքը եթե նկարիչը տարբեր գույներից է իր կտավը ստանում, խոհարարը տարբեր մթերքների, համերի եւ բույրերից է ստանում իր գլուխ գործոցը։ Սա կխթանի, որպեսզի ել ավելի խոհարարական մասնագիտության մասով վերաբերմունքը փոխվի։ Բացի դրանից մի քանի այլ քայլեր մենք հուշագիր ենք շուտով ստորագրելու մշակույթի նախարարության հետ փոխադարձ համագործակցության եւ մասնագիտական կրթության մասով եւ նաեւ այլ ծրագրերի մասով։ Սա իսկապես շատ կարևոր է, որովհետեւ խոսքն է շատ կարևոր եւ մարդկանց համար
այս խոսքը կամ այն խոսքը տարբեր, այսպես ասած, զգացմունքներ են արտացնում։ Նույնիսկ մարդու համար, չէ, անունը ինչքան մեծ նշանակություն ունի։ Դու արվեստագետ ես, թե պարզապես ճաշեպող։ Դա էլ է կարևոր։ Եվ միշտ մտածել եմ, որ այս փառատոնի ժամանակ նաև կարելի է անել փոքրիկ այլ կոնկուրսներ, օրինակ, չգիտեմ, ամենաարագ տոլմա փաթաթելու կոնկուրսը, ամենագեղեցիկ կամ կոկիկ տոլմա փաթաթելու։ Չէ՞ որ միջազգային փառատոններին հատուկ մարդիկ կան, որոնք օրինակ կտրատման process-ն է, չէ՞, ինչքան ավելի բարակ կարող են կտրատել եւ այլն, այսինքն կարող է մտածել դրա մասին եւ հետագայում նաեւ լինի։ Դե ինչ, ամսի 24-ին ոչ մի բան չենք պլանավորում, առավոտվանց գնում ենք Զվարթնոց, վայելում ենք տոլմա, բարեխորժակ բոլորին, բոլոր այն մարդկանց, որոնք որ այդ օրը տոլմա կվայել են, շնորհակալություն ձեզ։ Պարոն Մամուլյան, շնորհակալություն Անի, եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իհարկե թե մենք թե տոլման մոտավորապես 70-ից 80%-ով բաղկացած ինչից, իհարկե ջրից։ Տեսնում եք մեր սեղանին հիանալի Aqua 1 ջրերը, Aqua 1-ը շշալցված ջուր է, որը անցնում է 7 փուլային ֆիլտրացում եւ այդ տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ բարձրակարգ, անվտանգ եւ բյուրեղյա մաքուր ջուր։ Ձեր ընտանիքի եւ աշխատանքի համար պատվիրեք 12 կամ 12 լիտր տարողությամբ այդ շշերով ջրերը եւ ստացեք հետաքրքիր եւ մատչելի գին, իսկ առաքումը կլինի ամբողջովին անվճար։ Իդեպ երկարաժամկետ համագործության դեպքում գործում է հատուկ արտոնյալ պայմաններ, այնպես որ շատ արագ զանգահարեք 033 75 50 հեռախոսահամարով, պատվիրեք այդ ջրերը եւ լցրեք ձեր կյանքը համեղ եւ առողջարար Aqua 1 ջրով։ Այս պահին մեր եթերում գովազդ է, մնացեք մեզ հետ, խմեք Aqua 1 ջուրը, կերեք տոլմա, թե այսօր թե ամսի 24-ին եւ ունեցեք լավ տրամադրություն։ Գովազդ։